Հայաստան-Սփյուռք կապի թելը գնալով բարակում է։ Ինչ խնդիրներ կան առանցքում և ինչպես լուծել դրանք։ Հայաստանի և Սփյուռքի միջև առաջացած խնդիրները բացահայտելու և լուծումներ գտնելու նպատակով հայկական բարեգործական ընդհանուր միությունում պանելային քննարկում է։ Մարտահրավերներին դիմագրավելու ինչ-որ ելքեր փնտրել համատեղ գործունեությամբ, հետագա գործունեությամբ, կամ գոնե որպես առաջին քայլ փորձել մտքեր փոխանակել և իրավիճակից դուրս գալու ելքեր միմյանց հետ փորձել գտնել։ Հանդիպման նախաձեռնողների խոսքով առկա խնդիրները փոխադարձ բնույթ ունեն։ Հայաստանի ներքին լարվածությունն անդրադառնում է Սփյուռքի համայնքների վրա, երբեմն ստեղծելով փոխադարձ անվստահության և հեռավորության մթնոլորտ։ Որոշակի դժվարություններ են առաջացել Հայաստանի կամ հայրենիքի և Սփյուռքի համագործակցության առումով, շատ խոչընդոտներ են առաջանում։ Վերջերս մենք օրինակ Սփյուռքյան այդպիսի մի այցելություն ունեցանք եվրոպական մի քանի երկրներ և տարբեր համայնքների ներկայացուցիչներ անընդհատ այն հարցն են բարձրացնում, որ շատ համայնքներում հայկական ծայրահեղ լարվածություն կա, բևեռացում կա։ Սփյուռքում խնդիրները բազմաթիվ են։ Առաջնայինը Հայաստանի բացակայությունն է Սփյուռքի կյանքում։ Այսօր ամենակարևորը ինձ թվում է այն բացն է, որ գոյություն ունի Սփյուռքում, այսինքն Հայաստանի ներկայությունը այդքան էլ զգալի չէ։ Եվ մշակութային, եւ հատկապես մշակութային եւ կրթական տեսանկյունից իմ կարծիքով այդ բաց տարիների ընթացքում ոչ այսօր միշտ եղել է եւ մի տեսակ անջրպետ գոյություն ունի Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ, որը տարիների ընթացքում ես կասեի ոչ թե չի այդ բացը լրացել, այլ ավելի է խորացել եւ այս թվում ամենակարևոր այդ փոխշփումները քիչ են, Հայաստանը չգիտի Սփյուռքի խնդիրների մասին, Սփյուռքը չգիտի Հայաստանի հնարավորությունների մասին։ Առաջ եկած հարցերը լուծում կստանան միայն այն ժամանակ, երբ Հայաստան-Սփյուռք կապն ամրանա։ Պանելային քննարկմանը ներկա էին Հայաստանում և Սփյուռքում գործունեություն ծավալող հիմնադրամներ և հասարակական կազմակերպություններ։ Կազահիմնադրամից ներկայացնում են հիմնական մարտահրավերներն ու պատճառները։ Սովետական միության ժամանակ ցեղասպանությունից հետո ձևավորված Սփյուռքում տրամաբանական էր, որ Սփյուռքը և հայրենիք կապը ավելի շատ հուզական պատմական հիշողության արդյունքում ձևավորվեց։ Անկախությունից ի վեր կարծես հնարավորություն ընձեռնվեց այս հարաբերությունները վերափոխելու և դնելու ինստիտուցիոնալ հիմքը։ Կձևավորվի հարթակ միավորելու համահայկական կառույցները։ Հայաստանի Հանրապետությունը մի բան է, որպես 3 միլիոնանոց բնակչություն ունեցող մի երկիր, եւ լրիվ ուրիշ բան է, եթե հաշվի ենք առնում Սփյուռքի պոտենցիալը։ Դա մեծ հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետությանը դիվանագիտության առումով, մեծ հնարավորություններ է ընձեռում տնտեսության զարգացման առումով, ներդրումներ ներգրավելու առումով, ընդհանրապես туриզմը, զբոսաշրջությունը զարգացնելու առումով եւ այդ պոտենցիալը բաց թողելը ուղղակի աններելի սխալ կլինի։ Ի վերջո պետք է այնպես անել, որ Սփյուռքը նպաստի Հայաստանի զարգացմանը, իսկ Հայաստանի Հանրապետությունը դառնա այն կենտրոնն ու միավորը, որի շուրջ կհամախմբվի Սփյուռքը։ Շողեր Ղլիջյան, Բեն Անտոնյան, Արմալուր։